Իրանցիները չեն կարողանում մտնել իրենց հողատարածքները, չսահմանազատված հատված մուտք գործելը նպատակահարմար չէ, ԱԱԾ-ն է պարզաբանել։ Բաքվի քարոզի մամլիչը կես տարում 207 անգամ Հայաստանն անվանել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Բաքուն իր ծավալապաշտական նկրտումներից հետ քայլ չի անում, մասնագետների դիտարկումները։ Մարզահամերգայինը հունիսի 3-ին ու 4-ին կվերածվի տեխնոկենտրոնի, ցուցահանդեսի նպատակը պետություն մասնավոր գործակցության խթանումն է։ Աշխարհի տարբեր երկրներում հիմնած բիզնեսի քանակով Հայաստանը 3-րդ տեղում է։ Մեր երկրում բիզնես սկսելը բարդ չէ, վարելն է դժվար։ Օնլայն առևտրի հարթակները փոքր ու միջին բիզնեսի գոյատևման խոչընդոտն են, տնտեսագիտական պարզաբանումներ։ Մարդիկ հեռանում են դեմ առ դեմ շփումներից, դրանց փոխարինելու են գալիս տեխնոլոգիաները, որոնք են ծնելիության անկման հիմնական գործոնները, մասնագետների դիտարկումները։ Հայաստանը թեև անցում է կատարել ներառական կրթությանը, սակայն դեռ շատ խնդիրներ կան, ծնողներն ահազանգում են, մասնագետները պատճառներն են պարզաբանում։ Եվ Գեղարքունիքի բնակչին դանակի 6 հարվածով սպանած 24-ամյա երիտասարդին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են, քրվարույթ են նախաձեռնել։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես իրանցիներին թույլ չեն տվել մտնել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքները։ Ազգային անվտանգությունը պատասխանել է, չսահմանազատված հատված մուտք գործելը նպատակահարմար չէ։ Հիմա բնակիչներն իրենց գյուղատնտեսական հողեր հասնելու համար պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հիմնական ճանապարհով։ Իրանցի վարչական ղեկավարը ժամը լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, թե գյուղացիները պետք է անցագիր վերցնեն եւ իրենց հողերը մշակեն միայն թույլատրելի հատվածներում, որն այս դժվարին իրավիճակի պատճառը Նաիրի Մուրադյանն է պատմում։ Իրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները, այն հատվածները, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Այդ մասին ազգային անվտանգության ծառայությունն է տեղեկություն տրամադրել Sputnik Armenia-ին։ Իրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ ԱԱԾ-ն ուղիղ է պատասխանել, նպատակահարմար չէ մուտք գործել չսահմանազատված հատված։ Իրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։ Չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ, հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով։ Այնտեղ մի հատ շերտ կա, նույնիսկ իրենց են հրամցրած հենքով, որտեղ սահմանազատում որտեղ, այդ հատվածը պետք է որ շարունակել մնար իրանցի բնակիչներին, եթե արդեն իրենք խոսում են, որ սահմանազատել են իրանցի հատվածը եւ այլն, նշանակում պետք է որ ավարտած լինեին, բայց թե կրկնվեմ, ինչ քարտեզում են հիմա սահմանազատում անում եւ ինչ փուլային տարբերական դեղկերում չեմ կարող ասել։ Իրանցի բնակիչների Բերքաբերի ջրամբարի մոտ գտնվող գյուղատնտեսական հողերին հասանելիություն ունենալու համար բնակիչները պետք է անցնեն այն հիմնական ճանապարհով, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։ Բերի հողերը, որտեղ նախկինում իրանցիները ցորեն էին ցանում, ամշակ են մնում։ Գյուղին է պատկանում ջրամբարի ափին գտնվող մոտ 60 հեկտար հողատարածք։ Իրանցի վարչական ղեկավարը ժամը լրատվականին տեղեկացնում է, թե իրանցիները կարող են համայնքապետարանից անցագիր վերցնել եւ միայն թույլատրելի սահմանազատված հատվածներում աշխատանքներ կատարել։ Անցագիր եմ հանել այն ժամանակ, զուբոյի մարդ կարա անցագրով անցնի, մեր գյուղացի բոլորի համար հանված է։ Որը եկել է վերցել, որն է չի եկել, կարակ հայտարարել գան գյուղապետարանում կա, վերցնեն իրանց անցագրերը ու գնան հանգիստ անցնեն։ Օրինակ 20 լապին տղես ընդեղ վարել ցանել։ Ջրամբարի հենց մոտը վարել ցանել։ Հացահատիկ են ցանում։ Դա է այս պահին։ Ջրամբարի դիմացնելա, որտեղ սահմանազատված է, որտեղ սահմանային անցակետ կա, թույլատրվում է ուներ անցնելու բան, իրավունք։ Անցնում ես։ Ջրամբարից մենք կարողանում ենք օգտվել հիմա։ Այո, կարողանում ենք օգտվել, հանգստանալ ջրամբարի մոտ, ամեն ինչը կարող ենք անել։ Ջրամբարը, եթե դիտարկելու լինենք խորհրդային միության ժամանակի տարբեր թվականների իրենց ասած գեշտաբների քարտեզներով կամ վարչատարածքային բաժանման քարտեզներով ինքը սահմանային մասում է, այսինքն այն կողմից են այդ որոշ տարածքներ տիրապետում եւ մեր կողմից։ Կան հատվածներ, որոնք որ մեզ է պատկանում, բայց իրենց զարթված հատվածում է եւ գյուղատնտեսական հող եւ արոտավայր, այսինքն գյուղատնտեսական տարբեր հողանդակներ եւ նաեւ լեռնային հատված կա, որի վրա իրանք բավականին լուրջ դիրքային հատված ունեն այնտեղ։
Ընդհանրապես ըստ քարտեզագիրների պետական սահմանի մասին օրենքի համաձայն սահմանային գոտիներում սահմանային շերտ հասկացություն կա եւ մինչեւ 5 կիլոմետր սահմանային գոտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար համապատասխան կարգավորումներ են հարկավոր եւ սահմանափակումների դեպքում պետք է իրազեկել համայնքային բնակիչներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվի քարոզի մամլիչը կես տարվա ընթացքում հետևողականորեն 207 անգամ Հայաստանն անվանել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Միջազգայնագետը նշում է, Բաքուն իր ծավալապաշտական նկրտումներից հետ քայլ չի անում։ Զուգահեռաբար հայկական կողմն էլ չի անդրադառնում արցախցիների վերադարձի հարցին։ Ադրբեջանագետն ընդգծում է, եթե Բաքուն մեզ հետ կապված տարածքային նկրտումներ, ագրեսիվ քայլեր ձեռնարկելու մտադրություն չունի, ապա ո՞րն է այս թեզի տարածման համար չափազանց շատ պետական ռեսուրս վատնելու պատճառը։ 207 հրապարակում Հայաստանի մասին 207 անգամ մեր երկիրն անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ գործող Ազերթաչ լրատվական գործակալությունը կես տարվա ընթացքում օրական գոնե 1 նյութ Հայաստանի մասին պարտադիր պատրաստել ու հրապարակել է, ձևակերպումների հարցում առաջնորդվելով Բաքվի բռնապետի նախասիրություններով։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը իր ծավալապաշտական նկրտումներից եւ օրակարգից իրենց առավելապաշտական ծրագրերը չեն հանել, իսկ դա ուղիղ ցուցիչ է մեզ, որ մենք վտանգված ենք որպես պետություն։ Դա խոսում է նրա մասին, որ այսպես կոչված հաղթանակից հետո, Արցախը մարսելուց հետո, հիմա ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում Հայաստանը ներկայացնել որպես պատմական Ադրբեջանի տարածք եւ դրա հիման վրա դերևս որպես մշակութային ժառանգության վերականգնման ընձեռման հնարավորություն դիտարկում են Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին իրենց այդ ակնարկները։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը խաղաղության բանակցություններից հանել է արցախցիների վերադարձի հարցը, հստակ թվերով միլիմետրի ճշտությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Ընդ որում ադրբեջանագետը հիշեցնում է, Ալիևը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզն օրակարգ բերեց հենց դրանից հետո, կոնկրետ 2022-ի Պրահայի հանդիպումից հետո, երբ վարչապետ Փաշինյանն ուղիղ ձևակերպեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Իրականում խնդիրը միայն քարոզչական կամ քաղաքական հայտարարությունները չեն, այլ խնդիրը այն խորքային ծրագիրն է, որը ընթանում է Ադրբեջանում։ Տեսնում եմ, թե որքան շատ պետական ռեսուրս է դրվում այս գործին եւ շատ բարձր տրամաբանական հարց պետք է ինքներս մեզ տանք։ Եթե Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կապված որևէ տարածքային նկրտում, հետագայում պատերազմ սանձազերծելու մտադրություն կամ Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ցանկություն, ապա ինչու է այսքան շատ պետական ռեսուրս դրվում այս վտանգավոր եւ պատմական հենքից զուրկ թեզի հայեցակարգի սպասարկմանը։ Մասնագետն ասում է, պատմակեղծարարության շոուն Ադրբեջանում սկսում են դեռ դպրոցից, աշխարհագրական եւ պատմական հիմնավորում չունեցող թեզերը մտցնելով ադրբեջանցիների գլուխները։ Ահա օրինակ այս դասագիրքը, որն ասում է, թե իբր հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ասենք հարևան պետությունը քո երկրի տարածքը համարում է իր պատմական հողը եւ ակտիվ քարոզչություն է իրականացնում, որ դու իրենց հեղասպանել ես։ Դա կարող է հանգեցնել Ռամիլ Սաֆարովների նման կերպարների հայտ գալուն։ Որևէ կերպ այդ քարոզչությունը, որը ընթանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ որը բոլորը փորձում են կապել բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արկայության հետ, չի դադարեցվում։ Հիմա արդեն հավակնությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է։ Իդեպ մեր սահմանադրության հետ օր ու գիշեր կռիվ է տալիս Ալիևը, պահանջում, որ մայր օրենքի նախաբանից հանենք անկախության հռչակագրի հղումը, հիմնավորելով, թե սա տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, մինչդեռ Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություններ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Շիրակ, Վայոց ձորից Տավուշ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թողարկման երկրորդ մասում առաջարկում եմ դիտել. Մարզահամերգային հունիսի 3-ին ու 4-ին կվերածվի տեխնոկենտրոնի, ցուցահանդեսի նպատակը պետություն մասնավոր գործակցության խթանումն է։ Աշխարհի տարբեր երկրներում հիմնած բիզնեսի քանակով Հայաստանը 3-րդ տեղում է։ Մեր երկրում բիզնես սկսելը բարդ չէ, վարելն է դժվար։ Օնլայն առևտրի հարթակները փոքր ու միջին բիզնեսի գոյատևման խոչընդոտն են, տնտեսագիտական պարզաբանումներ։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։
Մարզահամերգային համալիրը հունիսի 3-ից 4-ը կվերածվի տեխնոկենտրոնի։ Rise by Silicon Mountains 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսն է լինելու, որի աջակիցը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Գիտահետազոտական ներուժի զարգացումն ու բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը մեր երկրի տնտեսական առաջընթացի հիմքն են։ Այդ իսկ պատճառով գերատեսչությունն աջակցում է Rise ցուցահանդեսի անցկացմանը, նպաստելով պետության եւ մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցությանը։ Վերջին տասնամյակներին Հայաստանը իհարկե կարողացել է իրեն լավագույնս դիրքավորել իբրև տեխնոլոգիական երկիր այս տարածաշրջանում եւ այն ինչ մենք ունենք իհարկե չափազանց գնահատելի է եւ ողջունելի է, սակայն մեր կարծիքով ժամանակն է, որ հիմնականում իբրև ծառայություններ մատուցող տեխնոլոգիական երկրից մենք վերափոխվենք որպես սեփական պրոդուկտներ մշակող, սեփական արտադրանք արտադրող եւ արտահանող երկրի։ Արտերկրի լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է հրապարակել, թե Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել։ Վաղ առավոտյան քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել, պնդելով, որ պատգամավորության թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, սակայն Նարեկ Կարապետյանը հերքել է այն, նշելով, որ ոչ միայն չի ունեցել ռուսական քաղաքացիություն, այլև իր կյանքի ընթացքում եվրոպական մի շարք պետություններում ավելի երկար ժամանակ է գտնվել, քան հենց Ռուսաստանի Դաշնությունում։ Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց նաև կենտրոնական ընտրականից։ Հանձնաժողովից էլ նշեցին, թե իրենք Նարեկ Կարապետյանին որպես պատգամավորի թեկնածու գրանցել են ստուգելով համապատասխան բոլոր փաստաթղթերը եւ դրանց օրինականությունը։ Նարեկ Կարապետյանը հայտնել է նաև, որ դիմել են Ռուսաստանի Դաշնությանը համապատասխան տեղեկանքներ ստանալու համար, համաձայն որոնց ինքը Դաշնության քաղաքացի չի եղել։ Մեր երկրի ռեսուրսները սխալ օգտագործելու պատճառով ենք վատապրում, համոզված են Ուժեղ Հայաստան դաշինքում։ Քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է, աբսուրդի ժանրից է, երբ ջուր ունեցող երկրում դեռևս բազմաթիվ բնակավայրեր կան ջրի խնդիր ունեն, իսկ սա գյուղացիների համար լրջագույն խոչընդոտ է։ Անցնող տարիներին գյուղատնտեսության ոլորտում մինչև 15% անկում է գրանցվել։ Խնդրահարույց է նաև մթերման վիճակը։ Ուժեղ Հայաստանը խոստանում է, իշխանության ղեկն իր ձեռքն առնելու պարագայում Հայաստանում կստեղծվեն մթերման կայաններ գյուղացուն ազատելով այս հոգսից։ Երբ ասում են Հայաստանում մարդիկ չեն կարողանում նորմալ գումար վաստակեն, այս կամ պոտենցիալ խելք ունեցող ժողովրդի մեջ ոնց կարա դա լինի։ Մի հատ բան է պետք, վարժ ղեկավար, փոփոխություն է պետք։ Այս մարդու ժամանակը գնացել է, ինքը թող իր դեմքը ամեն օր ցույց տա, դուք էլ ձեր շրջապատին, ովքեր որ դեռ չեն կողմնորոշվել, ցույց տվեք այս մարդու դեմքը, ասեք, եթե դու քո ընտանիքի անդամին կվստահես այս մարդուն, եթե այս մարդը ավտոյի ղեկին լինի, կվստահես այս մարդուն, մի գնա ընտրության կամ գնա իրան ընտրի։ Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու երկրորդ թեկնածու Կարպիս Փաշոյանը մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկ են խոնարհել։ Կուսակցությունը Հայաստանի քաղաքացու շահերի իրական պաշտպանության համար է առաջարկում ձայնը տալ իրենց ուժին։ Քարոզարշավի 13-րդ օրը Լուսավոր Հայաստան կուսակցությունը փոքրինչ շեղվում է ընտրապայքարից։ Քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու երկրորդ թեկնածուն Կարպիս Փաշոյանը 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև են։ Այստեղ նախ ծաղիկ են խոնարհում, ապա հուշարձանի խորհրդի կենտրոնում տեսնելով մեր պետության քաղաքացուն զրուցում հենց նրա մասին։ Մարտի 1-ը եղել է քաղաքացուն չարգելու, քաղաքացուն նվաստացնելու, քաղաքացու իրավունքները ոտնահարելու մի այնպիսի ռեժիմի արդյունք, որից հետո չպետք է այդ ամեն ինչը կրկնվեր, բայց մենք այսօր ունենք մեկ այլ բան, որ քաղաքացին շարունակում է նվաստացվել իշխանության կողմից, այն ուժի կողմից, որը որ կապիտալիզացրել է մարտի 1-ի քաղաքական ամբողջ ժառանգությունը։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը կարծում է, որ հենց այսօր էլ քարոզարշավի ընթացքում իրավապահները չեն պաշտպանում սահմանադրական կարգը։ Ժողովրդավարական իրավական պետությունում կզսնել, սատկացնել խոսույթներ չի կարող ունենալ գործադիր իշխանության ղեկավարը։ Դրա համար պետք է ունենա դատարաններ,
պետք է ունենա ոստիկանություն, ԱԱԾ, իրավապահ որոնք ոչ թե ծառայում են մի խումբ մարդկանց, զուտ մի խումբ մարդկանց, այլ ծառայում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իրավակարգը պաշտպանում։ Այդ ինստիտուտները զավթված են մի խումբ մարդկանց կողմից։ Այդ մարդիկ զավթել են եւ ոչ մի ձևի չեն թողնում այդ ինստիտուտները կայանան եւ շնչեն։ Հայաստանի քաղաքացու շահերի իրական պաշտպանության համար է Լուսավոր Հայաստանն առաջարկում քվեարկել իրենց օգտին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 2018-ից հետո դեպի Սանահին եկող 2 միլիարդ դրամանոց ճանապարհ է վերանորոգվել։ Համայնքում 1.6 միլիարդ դրամի ներդրում է արվել։ Ընտրողների հետ հանդիպման ընթացքում այսօր Լոռու մարզում հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա համայնքի բնակիչներին ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքները եւ դրանց արդյունքները։ Փաշինյանը մասնավորապես խոսել է թոշակների ավելացման եւ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին։ Շատ կարևոր է նաև այն, որ նախկինում կային քրոնիկական հիվանդություն ունեցող թոշակառուներ, ովքեր ստիպված էին ամեն ամիս 10-20-30 հազար դրամի, նույնիսկ 40 հազար դրամի դեղեր գնել։ Հիմա այդ դեղերը իրենք ստանում են առողջության ապահովագրության միջոցով եւ այն փողը, որ իրանք նախկինում դեղերի վրա էին ծախսում, հիմա այդ մնում է իրանք գրպանում։ Հետևաբար այդպիսի շուրջ 50 հազար թոշակառուներ կան։ Միասնության թևեր կուսակցությունը նախատեսում է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, միավորելով այն տարածքային կառավարման համակարգի հետ։ Քաղաքական այս թևում նշել են, որ ոլորտի զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն էկոնոմիկայի նախարարության մեկ ստորաբաժանման միջոցով։ Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 13-րդ օրն անցկացրել են Կոտայքի մարզում եւ Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Քաղաքական թիմի անդամները բնակիչներին տեղեկացրել են, որ հունիսի 7-ին ակնկալում են նրանց ակտիվ մասնակցությունը։ Արմանն Թաթերյան, միասնության թևեր։ Շատ լավ։ Միասնության թևերի ծրագրերում է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, այն միավորելով տարածքային կառավարման համակարգի հետ։ Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտները սերտորեն փոխկապակցված են։ Համայնքների զարգացումով ու գյուղական կյանքի կազմակերպմամբ են զբաղվում։ Նրանց համոզմամբ ոլորտի զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն էկոնոմիկայի նախարարության մեկ ստորաբաժանման միջոցով։ Քաղաքացիներին բաժանեցին իրենց ծրագրային դրույթներով բուկլետ Արդարությունը գալիս է վերականգնելու Հայաստանի արժանապատիվ ընթացքը։ Արդարությունը գալիս է վերականգնելու Հայաստանի արժանապատիվ ընթացքը։ Սիրելի հայրենակիցներ, քվեաթերթիկ համար 6, միասնության թևեր, Հայաստանի թեկնածու Արման, քվեաթերթիկ համար, քվեաթերթիկ համար, քվեաթերթիկ համար։ Կուսակցությունը նաև նախատեսում է օրենսդրական փոփոխություն, որով գյուղատնտեսական աշխատանքը ևս կհամարվի աշխատանքային ստաժ, թոշակի եւ սոցիալական այլ հաշվարկների համար։ Ըստ կուսակցականների, պետությունը պետք է արժևորի գյուղացու տարիների աշխատանքը եւ ապահովի սոցիալական արդարություն։ Խնդիրները վերաբերում են լուծումներն։ Առողջ եղեք։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Այսօր կառավարության շենքի դիմաց բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության թեկնածուները արտասովոր քարոզչամիջոցի են դիմել, մուկ են տշել։ Բացատրել են, որ ակցիայի նպատակը ներկա քաղաքական պրոցեսների իրական էության մերկացումն է։ Նաև ներկայացրել են ընտրություններին մասնակցության պատճառներն ու թիրախները։ Բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության թեկնածուներն այսօր իրենց խոսքով մուկ են տշել կառավարության շենքի դիմաց։ Նախատեսել էին, որ պրոցեսին պետք է միանային նաև պատահական անցորդները, սակայն իրավապահները շատ արագ կառավարության շենքի առջևից հեռացրել են ֆուտբոլի դարպասները։ Պատկերացնում եք, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սկսնակ քաղաքական ուժին խոչընդոտել են մուկ տշի։ Պլաստմասից գոլերից ահաբեկված, այս գոլերը տարան։ Բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության թեկնածուները բացատրել են, որ այս ակցիայի նպատակը ներկա քաղաքական պրոցեսների իրական էության մերկացումն է։ Նաև ներկայացրել են, թե որոնք են ընտրություններին մասնակցության նպատակն ու թիրախները։ Առաջինը վերադարձնելու ենք բոլորին դեմ վանդակը, որ միշտ քաղաքացին կարողանա գնահատական տալ բոլոր քաղաքական ուժերի քարտեզով։
Երկրորդը շեմի իջացնելու ենք 1%, որ նոր ուժերը լսելի դառնան, որ մոնոպոլիզացված չմնա այդ մեծերի հարուստների կամ վարչական ռեսուրսավորների համար, ու երրորդը կայուն մեծամասնությունն ենք վերացնելու, ինչը մեկ էլ ունեցել է Մուսոլինին, դա տենց օրինացա, որ մի քիչ առաջ իշխանությունը դնի երկրորդ փուլ էլի վերարտադրել։ Փոքր ուժերը, որոնք արժանի են լսելի լինել, առանց փոփոխությունների չեն կարող հայտնվել խորհրդարանում եւ չեն կարող ազդել երկրում տեղի ունեցող process-ների վրա։ Իրենց առաջարկած բարեփոխումների իմաստն են պարզաբանել բոլորին դեմ եմ քաղաքական ուժի падգամավորության տեխնացուները։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հանուն Հանրապետության կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացրել Սպիտակ խոշորացված համայնքում։ Հանուն Հանրապետությունը հանդիպել է Ջրաշեն, Շենավան, Խաչակապ համայնքի համախոհների հետ։ Կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանը շատ կարևոր հանգրվանի է հասել, որտեղ ուժեղանալու համար խաղաղություն եւ կայունություն է պետք։ Այստեղ համարում են, որ իրենց թիմում գաղափարական եւ հայրենասեր մարդիկ են, որոնք չեն վախեցել ազատազրկումից եւ հետապնդումներից։ Երբ որ պետք է եղել, պայքարել ենք փողոցում, չենք նայել մեզ կրակում են, մեզ հետապնդում են, թե սպառնում են ազատազրկել։ Այս մեր թիմի ամենակարևոր արժեքն է։ Հանրապետություն կուսակցության տեխնացուները Շիրակի մարզում են եղել, ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերն ու առաջնահերթությունները։ Քարոզարշավի ընթացքում հիմնական շեշտը դրել են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման ուժեղացման, տնտեսական ակտիվության խթանման ու անվտանգության հարցերի վրա։ 2021 թվականի ընտրություններից հետո ավելի լավ արդյունքներ ակնկալելու մասին է հայտարարում Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Քարոզարշավի 13-րդ օրը կուսակցության տեխնացուները Շիրակի մարզում ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերն ու առաջնահերթությունները։ Պայքարում եմ մի բանի համար։ Մեր երկրի ապագայի համար։ Այդ լուսամուտից նայող երեխաների համար։ Քեզ համար Հայաստան։ Քեզ համար։ Արամ Սարգսյանի խոսքով կուսակցությունը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Նրա գնահատմամբ, եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում հավաքել էին շուրջ 3.3% ձայն, ապա այժմ արդեն տարբեր համայնքներում ունեն ներկայացվածություն ավագանիներում, իսկ Մեղրի եւ Թումանյան համայնքներում նույնիսկ կարողացել են հաղթանակ գրանցել։ Ընտրությունները շատ կարևոր են, շատ ճակատագրական են նույնիսկ մեր պետության համար, որտեղ մի նժարի վրա դրած է մեր պետությունը, պետականությունը, անկախությունը, մյուս նժարի վրա դրած է մեր գուբերնիա դառնալը, վերադառնալը դեպի Ռուսաստան։ Կուսակցության ներկայացուցիչ Ռոմիկ Մխիթարյանի խոսքով իրենք փորձում են ընտրողներին ներկայանալ ոչ միայն խոստումներով, այլ նաև արդեն ունեցած փորձով ու համայնքներում արձանագրված արդյունքներով։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ ՀԱԿ-ը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության գալու դեպքում բարեփոխումներ կիրականացնի դատական համակարգում։ Կուսակցության անդամները խոստանում են ապօրինի վճիռներ կայացրած, անմեղ քաղաքացիներ ապօրինի կալանավորած, քաղաքացիների սեփականության ու հիմնարար իրավունքները դիտավորությամբ ոտնահարած բոլոր դատավորներին կենթարկեն կարգապահական ու քրեական պատասխանատվության, կդադարեցվեն նրանց լիազորությունները։ ՀԱԿ-ի իշխանության գալու դեպքում կներդրվի առաջին ատյանի դատարանների երկողակ կառուցվածք, որտեղ տեղական դատարաններում կլինեն ոչ ծանր գործեր ու մինչև 3 միլիոն դրամ քաղաքացիական վեճերի վարույթներ, ավագ դատարաններում ծանր հանցագործություններ ու 3 միլիոն դրամից ավելի գույքի շուրջ վեճերի վարույթներ։ Իրավական համակարգի օրենքի գերակայության վերականգնման գործընթացն է լինելու, որի արդյունքում ոչ ոք չի կարողանա ապօրինի քաղաքական մոտիվացիաներով հարձակումներ գործի մասնավոր սեփականության դեմ մի կողմից, միևնույն ժամանակ բնականաբար ապօրինի ձեռքբերված գույքի նկատմամբ կիրականացվեն օրինական գործընթացներ, որոնք որևէ կերպ չեն կապվելու քաղաքական կամ ընտրական գործընթացների հետ։
Ամերիկյան հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկի հետազոտության համաձայն Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում հիմնված բիզնեսի քանակով 3-րդ տեղում է։ Մասնագետները նշում են, մեր երկրում բիզնես սկսելը բարդ չէ, այն վարելն է դժվար։ Փոքր ու միջին բիզնեսի համար հատկապես վերջին տարիներին գոյատևման մեծ խոչընդոտ են դարձել օնլայն առևտրի հարթակները, որոնք տարեց տարի ավելացնելով իրենց շրջանառությունը հայտնվել են խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Ժամի անդրադարձը։ Ամերիկյան հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը վերջերս հրապարակել է մի հետազոտություն, որը վերաբերում է աշխարհի տարբեր պետություններում հիմնված բիզնեսների քանակին։ Ըստ հետազոտության, այդ սանդղակում Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 3-րդ տեղը, առաջին հորիզոնականում է Էստոնիան, երկրորդում Իսրայելը։ Հայաստանում բիզնես սկսելը իսկապես դյուրին է։ Շատերն են որոշում սեփական գործը սկսել, իսկ այ բիզնես վարելը չափազանց բարդ է, նկատում են մասնագետները։ Շատ ավելի հետաքրքիր է, որ նայում ենք 42 ամսից ավել գործող բիզնեսները եւ նրանք, ովքեր արդեն աշխատավարձ են վճարում եւ այլն, տնտեսության 7-8% է, որով արդեն Հայաստանը զբաղեցնում է 50 երկրների շարքում ավելի վատ տեղ, 23-րդ տեղը, իսկ 24 տվին նորից նվազել է դա։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները նախորդ տարիներին անընդմեջ խոսում էին խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են իրենց արդյունավետ աշխատանքին եւ աճին։ Առաջիններից մեկը հարկային քաղաքականությունն է։ Հարկերի բարձրացման հետևանքի շնորհիվ առնվազն ես հստակ թվեր չեմ կարող ասել 10-ից 15% ՓՄԾ-ներից փակվել են։ 20-25%-ը փակման շեմին են, մյուսները ճկնում են վարկերի տակ։ Հաշվապանական եւ իրավաբանական ծառայություն մատուցողները, որ անցած տարվա հուլիսից հայտնվեցին ավելացված արժեքի հարկի դեր, նախ իրենց մոտ համարյա 2 անգամից ավել հարկը բարձրացել է եւ շրջանառությունը էլի մոտ 2 անգամ կրճատվել է։ Սա նշանակում է, որ այդ ռեֆորմը նպաստել է նրան, որ այդ ոլորտում գործողները գնան ստվեր կամ հակառակ իրենց շրջանառությունը պակասեցնեն եւ այլն։ Մարդիկ բիզնես են ստեղծում եւ սարեցնում դրա աշխատանքը մեկ այլ պատճառով եւս։ Բիզնես վարկերը չափազանց թանկ են եւ դրանք ներգրավելու համար անհրաժեշտ է գրավ, որը ոչ բոլորն ունեն։ Ֆինանսական միջոցներ ներգրավի այդ ՓՄԶ, որ կարողանա նաեւ հումքի հետ կապված խնդիրներ լուծի, իսկ այստեղ նորից էլի ՓՄԶ-ի համար բարձր վարկեր են, բարձր տոկոսներ են, իսկ խոշորի համար ցածր։ Ակտիվ տնտեսվարողների մեջ 97%-ը ՓՄԶ-ներ են, մոտավորապես 70,000, իսկ դրանց մեջ այդ ՓՄԶ-ների մեջ կազմում 49,7%-ը անհատ ձեռնարկատեր են։ Այսա կարմիր լույս է ցանկացած պետության համար, երբ որ ակտիվ ՓՄԶ-ների մոտավորապես 50%-ը ֆիզանս ձեռնարկատերեր են, այսինքն կազմակերպություններ էլ չեն։ Հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար վերջին տարիներին գոյատևման մեծ խոչընդոտ են դարձել նաև օնլայն առևտրի հարթակները, որոնք տարեստարի ավելացնում են շրջանառությունը եւ արդեն հայտնվել են խոշոր հարկատուների տասնյակում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Թողարկման 3-րդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Մարդիկ հեռանում են դեմ առ դեմ շփումներից, դրանց փոխարինելու են գալիս տեխնոլոգիաները, որոնք են ծնելիության անկման հիմնական գործոնները, մասնագետների դիտարկումները։ Հայաստանը թեև անցում է կատարել ներառական կրթությանը, սակայն դեռ շատ խնդիրներ կան, ծնողներն ահազանգում են, մասնագետները պատճառներն են պարզաբանում։ Եվ Գեղարքունիքի բնակչին դանակի 6 հարվածով սպանած 24-ամյա երիտասարդին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են, քրվարույթ են նախաձեռնել։ Մեկի աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։ Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, շարունակենք։ Վերջին տարիներին աշխարհում ծնելիության անկումը հաճախ զուգորդվում է սմարթֆոնների ու ինտերնետի լայն տարածման հետ։ Մասնագետները պարզաբանում են, թե մարդիկ հեռանում են դեմ առ դեմ շփումներից, իսկ դրանց հաճախ գալիս են փոխարինելու տեխնոլոգիաները։ Նաև ընդգծում են, դիջիթալ աշխարհը դարձել է այն տարածքը, որտեղ ավելի ակնհայտ են դառնում միայնությունն ու ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Աշխարհում ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Մասնագետները փորձում են հասկանալ այս միտումն ու դրա պատճառները։ Միջազգային ուսումնասիրությունների համաձայն վերջին տարիներին տարբեր երկրներում ծնելիության անկումը հաճախ համընկել է սմարթֆոնների եւ արագընթաց ինտերնետի լայն տարածման հետ։ Փորձագետների մի մասը կարծում է, թվային միջավայրը փոխել է մարդկանց հարաբերությունները, շփումները եւ անգամ ընտանիք կազմելու վարքագիծը։ Վերջերս հետազոտություն իրականացվեց ծանոթությունների հավելվածների վերաբերյալ։ Եվ բարձրացավ, օրինակ, որ մարդկանց զգալի մասը այդ ծանոթությունների հավելվածներից օգտվում է միայնակության պատճառով։ Միայնակ են եւ այդ միայնակությունը չի ապահովում միայնակությունից դուրս գալը,
չի իրականացվում իրական պայմաններում, իրական շփման մեջ, այլ ծանոթությունների ավելվածներում է ավելի դյուրին։ Մարդիկ աստիճանաբար հեռանում են ավանդական շփումներից, իսկ տեխնոլոգիաները հաճախ դառնում են այդ մեկուսացման ճակերտավոր փոխարինողը։ Մասնագետները նկատում են, խնդիրը միայն տեխնոլոգիաները չեն։ Ըստ վերլուծությունների, մարդիկ սկսել են հեռանալ համայնքային ու մարդկային կապերից, իսկ թվային հարթակները պարզապես լրացնում են այդ դատարկությունը։ Նկատում են, սա նման է երկրագնդի արևմտյան կողմի քաղաքակրթությանը։ Արևմտյան տիպի հասարակություններում մենք գիտենք մեզնից տարբերվող էին շփումները, ավելի քիչ զգացմունքային էին, ավելի շահախնդիր էին, ավելի գործնական էին եւ ավելի ներփակված։ Հիմա մենք գնում ենք հետևությամբ։ Թվային միջավայրում իդեալական կյանքի կեղծ ցուցադրությունը մասնագետների կարծիքով փոխել է մարդկանց պատկերացումները իրական սպասումների մասին։ Արագ սպառվող բովանդակությունը, մշտական համեմատությունները եւ կատարյալ կյանքի ցուցադրությունը փորձագետների գնահատմամբ հաճախ ձևավորում են ոչ իրական սպասումներ, ազդելով թե ինքնագնահատականի, թե հարաբերությունների կայունության վրա։ Գադջետները իհարկե ինչ խոսքի են շատ ինֆորմացիա են տալիս, եւ այդ ինֆորմացիան լինում է իրարաներ, այդ ինֆորմացիայի հետևանքով շատ հաճախ մարդիկ ուղղակի լարվում են։ Մտնում այն ինչ-որ թանկ ռեստորան համ իդեր անդամին նկարվում է։ Դա ցուցամոդության ժամանակակից տեսակն է, որ ուզում է ցույց տալ, որ ինքը շատ լավ է ապրում։ Այստեղ է շատ որակը շատ փոխվել է, շատ ցավալի է դրան դիտարկելը։ Ծնելիության անկումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, տնտեսական խնդիրներից մինչև արժեքային փոփոխություններ, սակայն թվային միջավայրը ըստ մասնագետների դարձել է այն տարածքը, որտեղ ավելի ակնհայտ են դառնում միայնությունն ու ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայաստանը թեև տևական ժամանակ է անցում է կատարել ներառական կրթությանը, սակայն այստեղ դեռ շատ խնդիրներ կան։ Ծնողներն ահազանգում են, դպրոցներում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարեցված պայմաններ դեռ չկան։ Փորձագետներն էլ նկատում են, կրթական հաստատություններում նեղ մասնագետների պակաս կա, շատ հաճախ հարկադրված են աշխատել մի ամբողջ դասարանի հետ, սակայն բոլորին ժամանակ տրամադրել չեն հասցնում։ Նաև ընդգծում են, համակարգի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն։ Հայաստանի կրթական համակարգը արդեն մի քանի տարի է անցում է կատարել ներառական կրթության, ինչը նշանակում է, որ տարբեր կարիքներ ունեցող երեխաները պետք է սովորեն նույն դպրոցներում ու նույն դասարաններում։ Մասնագետները, ծնողները մտահոգվում են, նշելով, որ գաղափարը կարևոր է, բայց իրականացման ճանապարհին դեռ շատ խնդիրներ կան։ Դպրոցներում մինչև այժմ ապահովված չէ ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ լիարժեք պայմաններով։ Խնդիրները թե ֆիզիկական պայմանների միջավայրին են վերաբերում, թե մասնագետների առկայությանը։ Որոշ դպրոցներում անգամ չկան համապատասխան թեքահարթակներ կամ հարմարեցված պայմաններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Ես կարծում եմ, եթե ուզում ենք, որ ներառական կրթությունը իրոք աշխատի, նախ պետք է դպրոցներին ապահովել համապատասխան պայմաններով, թե մասնագետներով, թե միջավայրով, թե ուսուցիչների վերապատրաստմամբ։ Հակառակ դեպքում ամբողջ բեռը մնում է ուսուցչի ու երեխաների վրա։ Ներառական կրթությունը վատ բան չէ, ասում են կրթության փորձագետներն ու հավելում, սակայն դպրոցներից շատերում դեռ պատրաստ չեն դրա անցմանը։ Նախ դասարանները շատ մեծ են, երբեմն էլ 30-ից ավելի երեխա է սովորում, իսկ ուսուցիչը պարզապես ֆիզիկապես չի կարող բոլորին իր ուշադրության կենտրոնում պահել։ Բացի այդ էլ նախ մասնագետների, լոգոպեդի, հոգեբանի պակաս կա դպրոցներում, պնդում են ոլորտի մասնագետները։ Երբեմն մեկ մասնագետը հարկադրված է աշխատել մի ամբողջ դասարանի հետ, որը ենթադրում է, որ բոլորին ժամանակ տրամադրել չի կարող։ Մասնագետների դիտարկմամբ կարևոր խնդիրներից է նաև ուսուցիչների պատրաստվածությունը։ Բոլոր ուսուցիչները չէ, որ անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ տարբեր կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Որևէ սանդղակ այդ երեխաների համար առանձնացված չի, իսկ նրանք իրավունք չունեն նույն դասարանում թողելու եւ կուրսը կրկնելու։ Սա եւս լրացուցիչ դժգոհությունների եւ անորոշությունների պատճառ է դառնում ուսուցիչների մոտ։ Մասնագետները նշում են, որ ներառական կրթությունը իսկապես կարևոր քայլ է։ Հավասար հնարավորություններ ստեղծելու ճանապարհին, սակայն համակարգը դեռ զարգացման փուլում է եւ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող քննադատների շաբաթ ծրագրի հաջորդ քայլը նախաձեռնության պատվոերկիր, ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման ու երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն, ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Օրվա մյուս կարևոր թեմաները մեկ տեսաշարով։ Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումն այժմ ավելի կարևոր է, քան նոր կայանի մոդելի ընտրությունը։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Մեսրոպ Մեսրոպյանի ձևակերպմամբ վերջնական լուծում կամ պաշտոնական որոշում այս պահին չկա եւ հարցը դեռ ուսումնասիրության կարիք ունի։ Մտահոգություններին, թե Հայաստանը կարող է վերածվել չփորձարկված տեխնոլոգիաների փորձարկման վայրի, Մեսրոպյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն մինչև հայկական նախագծի կյանքի կոչվելը աշխարհի մի քանի երկրներ արդեն կանցնեն այդ ուղին։ Իր տեղեկություններով նախնական այդ հերթի մեջ Հայաստանը 8-րդ տեղում է։ Ըստ Մեսրոպյանի, առաջնահերթ պետք է կենտրոնանալ մեծամորում գործող ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու խնդրի վրա։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ M2 միջպետական ճանապարհի Ծղուկից Սառնակունք եւ Սպանդարյան տանող մոտ 7.5 կիլոմետր հատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովը չի ընդունել շահագործման արկա թերությունների պատճառով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար։ Տաթևի Խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19 կիլոմետր ճանապարհատվածում նույնպես կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Կապալառում պարտավորվել է ամբողջությամբ փոխել ասֆալտ-բետոնե ծածկի վերին շերտը։ Սևան քաղաքում սպանություն է տեղի ունեցել։ Գիշերը 21:00-ի սահմաններում բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարությունը ահազանգ է ստացել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։ Բժիշկները քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Ժամեր անց գիտակցության չգալով Հովհաննես Պողոսյանը մահացել է։ Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզել են, որ նրան դանակի 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչը, որին քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ հիմա եղանակի մասին կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է նաև կարկուտ, առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20, Լոռիում 13-ից 17, Տավուշում 18-ից 22 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 20, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 24, Սյունիքի նախալեռներում 16-ից 18 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 10-ից 12, ցերեկը 18-ից 20, երեկոյան 16-ից 18 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանն է։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումներ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։